Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, մարտի 17, որ հիշենք աղքատներին, Գաղատացիներին 2:10։ Ինչու է Աստված թույլ տալիս, որ իր զավակներից շատերն աղքատ լինեն, թե նրա ցանկությամբ լիներ, նա բոլորին կհարստացներ, նրանց դռների առաջ ոսկով լի պարկեր կդներ, նրանց կապահովեր տարեկան բարձր եկամուտով, որպես սնունդ նրանց երկնային հաց կտար և նրանց տների դիմաց մթերքներ շաղ կտար, ինչպես լոր տվեց իսրայելացիներին։ Անհրաժեշտ չէ, որ նրանք աղքատ լինեն, բացառությամբ այն դեպքերի, երբ Տերը համարում է, որ այդպես ավելի լավ է։ Սարերի բոլոր կենդանիները նրանն են, և նա կարող է նրանց բոլորին ապահովել։ Նա կարող է ստիպել, որ ամենահարուստ, ամենամեծ ու ամենակարող մարդիկ իրենց ողջ ունեցվածքը դնեին իր զավակների ոտքերի տակ, քանի որ բոլոր մարդկանց սրտերը նրա վերահսկողության տակ են։ Սակայն նա նման բան չի անում, նա թույլ է տալիս, որ նրանք կարիք ու զրկանքներ տեսնեն։ Ինչու՞։ Դրա պատճառները քիչ չեն։ Նրանցից մեկը հետևյալն է՝ մեզ լիության մեջ ապրողներիս հնարավորություն տալ արտահայտելու Հիսուսի հանդեպ մեր սերը։ Մենք այն արտահայտում ենք, երբ երգում ենք նրա մասին և աղոթում ենք նրան, բայց եթե չլինեին կարիքավորներն այս աշխարհում, մենք կկորցնեինք այն արտահայտելու մեծ առանձնաշնորհումը՝ Հիսուս Քրիստոսի ավելի աղքատ եղբայրակիցներին օգնություն ցուցաբերելու միջոցով։ Նա մեզ հրահանգել է մեր սերն արտահայտել ոչ միայն բառերով, այլև գործերով։ Եթե մենք իրապես սիրում ենք Քրիստոսին, մենք հոգ կտանենք նրանց համար, ում նա սիրում է։ Նրանք, ովքեր թանկ են նրա համար, թանկ կլինեն նաև մեզ համար։ Քրիստոսի հորդի աղքատներին օգնելը ավելի քան պարտավորություն է, դա արտոնություն է։ Եկեք հիշենք Հիսուսի խոսքերը. «Ինչ իմ այս եղբայրներից ամենափոքրին արեցիք, ինձ արեցիք»։ Փրկչի այս խոսքերն ուժեղ խթան են, որոնք դրդում են մեզ ինքնակամ ու սիրով սրտով օգնել ուրիշներին։ Հիշեք այն ամենը, ինչ մենք անում ենք իր ժողովրդի համար, շնորհակալությամբ ընդունում եք Քրիստոսը, ասես իրեն ենք արել։